Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ հերթական նիստի նախագիծը։ Առաջին Տավուշի մարզի Բերդ համայնքի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին 438 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին 438 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Երրորդը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին 438 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Չորրորդը Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին։ Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների անվամբ գրանցված անշարժ գույքի, շարժական գույքերի և հողի վարձավճարների հարկերի արտոնություններ տրամադրելու մասին։ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում 200 աշակերտի համար նախատեսված կրթահամալիր կառուցելու մասին։ 11-061-02-33-0002 ծածկագրով 1.64 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին։ Գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-061-02-33-0002 կադաստրային ծածկագրով 1.64 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին։ Կամուր Ռաֆիկի Մարդանյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով հողամաս օտարելու մասին։ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.15 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին։ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.03 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին։ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.12 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին։ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.009 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին։ 11-014-03-27-01-00 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավ վայրը մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին։ Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերի 0.0053 հեկտար մակերեսով 11-002-01-06-0059 ծածկագրով հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին։ 11-046-02-13-0007 ծածկագրով 0.62 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոթհարքերը մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին։ Գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-046-02-02-0003 ծածկագրով 0.72 հեկտար մակերեսով 11-046-02-01-0004 ծածկագրով 0.36 հեկտար մակերեսով հողամասեր աճուրդով օտարելու մասին։ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.27 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին։ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.11-046 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին։ 11-051-01-89-0056 ծածկագրերով 0.22 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարաններ Պտղատու այգի Գորիզավոր մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին։ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող ավտոտնակը հողամասով Ալետա Սերյոժայի Այվազյանին օտարելու մասին։ Հայաստանի Հանրապետությանը իդեմս պետական գույքի կառավարման կոմիտեի նվիրատվությամբ հողամաս տրամադրելու մասին։ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավականու 5-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ Նշված օրակարգով այսօր աշխատանք իրականացնել ովքեր են կողմ օրակարգի հաստատման համար։ Դեմ, ձեռնպահ։ Առաջի հարցի համար խնդրեմ ներկայացրեք Նելի Օհանյան։ Հարգելի աղքալի ձեր հաստատման և քննարկման ներկայացում
Տավուշի մարզի Բերդամայինքի ավականու 24 թվականի դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բերդամայինքի 25 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին թիվ 430-ն որոշումը։ Առաջնորդվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 24 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 2060-ն որոշման պահանջներով եւ հիմք ընդունելով կառավարության 27-րդ տարի 25 թվականի 349 որոշումը Տավուշի մարզի աշխատակազմի եւ Բերդի համայնքապետարանի միջեւ կնքվել է թիվ 6 դրամաշնորհի տրամադրման պայմանագիրը։ Պայմանագրով նախատեսված է Բերդ համայնքին հատկացնել 58.350.000 դրամ կապիտալ սուբվենցիա Բերդ համայնքի Բերդ բնակավայրի թիվ 2 եւ 3 Ծակկաման Նավուր Չինարի մանկապարտեզների կապիտալ վերանորոգման համաֆինանսավորման համար, որի կատարման ժամկետը համարվել 80 թվականի դեկտեմբերի 25-ը։ Նշված գումարը ավելացնում է համայնքի բյուջեի եկամուտների հատված 1 տող 1261 ֆոնդային մասին պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ սուբվենցիաներ։ Ծախսային մասում համայնքի բյուջեի հատված 2 տող 2961 ֆոնդային մասի կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ։ 9 խումբնակրթությունը։ Երկրորդ հարցը։ Հարցեր ընկերներ։ Ֆինանսական քննարկում ունեցել եք, չէ՞։ Կռիվել է։ Ուրեմն, եթե քննարկումն իրականացվել է, ովքեր են կողմ հարցի դեմ ձեռնպահ շարունակեցինք։ Երկրորդ հարցը ուրեմն նույն որոշման մեջ 438 որոշման մեջ փոփոխություն է կատարվում կառավարության 1169-N եւ 27-12-24 թվականի 2060-N որոշումներով Տավուշի մարզպետի աշխատակազմի եւ Բերդի համայնքապետարանի միջեւ կնքվել է տրամաշնորհի տրամադրման թիվ B-գիծ D-մգիծ 2025 թիվ պայմանագիրը։ Պայմանագրով նախատեսված է Բերդ համայնքի սոցիալական որոշ խմբերին մինչև 5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման նպատակով տրամադրել 35.427.1 ՀՀ դրամ, որի վերջնաժամկետ է համարվել հունիսի 30։ Նշված գումարը ավելացվում է համայնքի բյուջեի եկամտային մասի տող 1393 վարչական մաս, օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջե վտանգման ենթակա այլ եկամուտներ։ Ծախսային մասում ավելացվում է հատված 2-ի տող 2911-ի վարչական մասի նախադպրոցական կրթությանը։ Շնորհակալություն։ Իհարկեցինք, ովքեր են կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք։ Ուրեմն նույն որոշման երրորդ հարց, նույն որոշման մեջ 438 որոշման մեջ փոփոխություններ կատարել 25 թվականի սուբվենցիա ծրագրերի համայնքի մասնակցելու համար Բերդ համայնքի վարչական բյուջեի պահոստային ֆոնդից 120 միլիոն ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե հետևյալ համամասնությամբ։ Ճանապարհների ասֆալտապատում 30%, այս 120 միլիոնից։ Ճանապարհների ասֆալտապատում 55%, ջրամատակարարում 15%։ Նշված գումարներն ավելացվում է համայնքի բյուջեի եկամուտների հատված 1-ի տող 1392-ի ֆոնդային մաս վարչական բյուջեի պահոստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարող հատկացումներ եւ համայնքի բյուջեի ծախսային մասում տող 2451-ի ֆոնդային մասին ճանապարհային տրանսպորտ եւ տող 2631 ֆոնդային մասի ջրահեռացման բաժին։ Ճիշտ ասած, քանի բյուջեի մասով առաջ անցել նախորդ հարցում բավական երկար քննարկում ենք ունեցել այդ ֆինանսատնտեսական ժամանակ համամասնության հետ կապված ու որոշել ենք, եթե մենավարքաներին կհետաքրքրի, ովքեր չունեն հանձնաժողովի նիստին, մենք տարբեր թվեր ունենք համամասնության հետ կապված գյուղերի մի փոքրիկ լրացուցիչ ուսումնասիրելու եւ ավելի մանրամասն հասկանալու հետագայում այդ խնդիրներից խուսափելու համար։ Դե այնքան շատ ենք խոսացել այդ թեման, երևի այդքան երկար խոսալու չի, բայց ամենայն դեպս ուզում եմ ասել նկատել ենք։
Դե մակարան Ես միջավայր չքննարկեցի, բայց չտեսանալու ես չքննարկեցի։ Բայց ամենայն դեպս հատուկ վկայակալված երեխաների համար հատկացված գումարներն են, որոնք ուղղված են երեխաների անհատական ուսումնական զարգացման պլանի շրջանակներում ներառվեն նրանց ռեսուրսենյակի ընդհանուր առմամբ երեխաների հատկացված գումարի ամենայն դեպս կարճ ասեմ կներեք էլի նրանում ախնդիրը որ լրացուցիչ ուսումնասիրենք թե ինչի համար է օրինակ չափի մանկապարտեզներում այդքան մեծ տարբերությունները ու վсё տենց երևի բավականին երկար քննարկեն այդ ներողություն ես ասում եմ աշկից զարնվեց ես չքվեարկեցի էլի միջանոց ասում չնկատեցի երևի որ չքվեարկեցի Չինարին անմիջապես մեկ էլ համեմատության ներքին կարիք որ իրանց խմբի քանակով երեխաների եւ այլն մոտորապես նույն մակարդակի գյուղեր բնակչության առումով եւ մանկապարտեզների բանի մի անգամից 10 անգամ ես 5 տարեկան միջև ոնց է սրա կոչվում երեխաների նախադպրոցական կրթության եւ զարգացման առանձնատուկ պայմանների ապահովման նպատակով տրամադրվող գումարների մասին խոսքը 396,000 չինարի տրամադրվում 4 միլիոն չգիտեմ ինչքան ներքին կարիք դե հիմա բանավիճեցինք վիճեցինք մի քանի բաներ դերեցին ասեցին որ իրազեկ մարդիկ որ զինվորականների քանակը դե շատ է հասկացանք այդ մասով անեցին Ընդ նրանց այդ հոդվածների մեջ մնում է աղբահանություն, գազի ծախս, էլեկտրոէներգիա եւ այլն մի քանի հոդվածներ ամեն դեպքում իմ ուղեղում չտեղավորվեց այդ տարբերությունը 10 անգամ չիների եւ ներքին կարիք ինչու՞մն է կայանում ասում են բանն է հույսի կամուրջն է ուսումնասիրել լավ է նայել հասարակական կազմակերպությունը ուսումնասիրել է կարող է չիների այդ տվյալները սխալ է Այդ բանաձևը որ գրվել ով է բանաձևը դա Թույլ կտակ պատասխանեմ այս ժամանակահատվածում խոսակցություն ունեցա հեռախոսազանգեր ունեցա հույսի կամուրջի տնօրենի հետ նշեց որ վկայագրված են այդ երեխաները իրենց կողմից ու այդ վկայագրման ցուցանիշները ուղարկվել է համապատասխան գերատեսչություն մարզպետարանից հրահանգավորումը եկել է ըստ ցուցանիշների ըստ ուղարկված տվյալների տվյալ բնակավայրերի վերաբերյալ գումարները այնտեղից է ուղարկվել Եթե հավելյալ ճշտման կարիք կա, եթե ավելի ժամանակահատված կա կարիք, ուրեմն նշված կոնկրետ այս նախորդ հարցը քվեարկեց դրա հետ կապված այլևս խնդիր չկա, ինքը կաշխատի այդ նույն բանաձևը ոնց որ աշխատել, բայց այդ հաշվարկները ոնց են անել, այդ տարբերությունները ինչ է դա կապված մի հատ ուսումնասիրենք արդեն համուսի կամուրջի հետ Հաջորդին ներկա կլինի հստակ բանաձև է կիրառվել, ունես չի ինչ-որ կամայականություն չկա, այստեղ ուղղակի լրտություններ կա, որ մի քիչ ուսումնասիրենք, քանի որ համայնքը չի զբաղվել այդ բաշխումով Ընդհանրապես մենք տվել ենք ինֆորմացիա, որից գոյացել է այդ ընդհանուր ցուցանիշները։ Հիմա արդեն մարզպետարանի համապատասխան բաժնի հետ, այդ տարածքային կառավարման նախարարության հետ ու մեր կոնկրետ ստեղծելի հույսի կամուրջով, որ զբաղվել է մենակ երեխեքի գնահատմամբ, ովքեր որ պետք է գնահատվեին, ուսումնասիրենք արդյունքների մասին Շատ լավ, այսինքն հարցը հետաձգենք մյուս Բարի, շատ լավ, եթե ավարտեցինք Իսկ նշված հարցը կոնկրետ մեկը վերաբերում է այս տարվա իրականացրելի սուբվենցիոն ծրագրերին որոնց արդեն շրջանառվել է երկուսը դրական է, բայց դեռ հանձնաժողովի վերջնական գերատեսչական, միջգերատեսչական հանձնաժողովի գրությունը մեզ հաստատվող չունենք, բայց առաջիկա երևի մի ամսվա կամ էլ շուտ կստանանք ու կսկսենք մեկնարկել արդեն ցույցային գործընթացը դրա համար կապված է, դրա հետ կապված է մեր պահոստային ֆոնդից հատկացումը արդեն մեր նույնային հատված որպես իրականացնենք սուբվենցիոն ծրագրերը։ Այդ մասով եթե լրացում խոսակ բան չկա, քվեարկում չկա, եկեք քվեարկենք քննարկում չկա։ Ովքեր են կողմ
Դեմ ձեռնպա շարունակեցինք Եվ չորրորդ հարցը ներկայացնում է Տավուշի մարզի Բերդամանքի 25 թվականի առաջին երամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականը։ Առաջին երամսյակում համայնքը առաջին երամսյակի պլանի հանդեպ 106.5%-ով եկամուտ է ապահովել, ծախսերը կատարել ենք 35.1%։ Թեթուշը ծախսերի հետ կապված նման ցածր ցուցանիշը բնական է կապված այդ նախապատրաստական գործընթացներով, մրցութային փաստաթղթեր, նախագծեր, նախահաշիվներ եւ այլն։ Դրա հետ է կապված ցածր ցուցանիշը բնական է ամեն տարի sense անում, արդեն բավականին գործեր ունենք, որ մրցույթը կայացել է, ընթացիկ մեր գործերից, առաջիկայում շինարարությունները կմեկնարկի այդ ցածր ցուցանիշը դրա հետ է կապված, իսկ մեր սեփական եկամուտների կատարողականը 89% է, քանի որ դե կառավարությունը մեզ 35 միլիոն դրամ հատկացրել։ Եթե դա չենք հաշվում մենակ մեր եկամուտը, ջուր եւ այլն 89%, համեմատած նախորդ տարվա այս շրջանի հետ էլի դրական Աշարժույթի փոփոխությունն է դրական։ Ավելացում նկատում։ Հաջորդ հարց շնորհակալություն։ Քվեարկեցինք։ Չենք քվեարկել։ Ովքեր են կողմ։ Դեմ ձեռնպա։ Հաջորդ հարցի համար Նավասարցյան։ Տավուշի մարզի Բերդամանքի բնակիչների անվամբ գրանցված անշարժ գույքերի, շարժական գույքերի և փողի բարձրաճարների հարկերի արտոնություններ տրամադրելու մասին։ Տավուշի մարզի Բերդամանքի տարբեր բնակավայրերի բնակիչներ գնել են Բերդի համայնքապետարան, որ վճարել են իրենց կամ իրենց հարազատների անվամբ գրանցված անշարժ կամ շարժական գույքերի, ինչպես նաև հողի վարձավճարների գծով առաջացած բարդերը և խնդրել զեղչել առաջացած ուժերը։ Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի համար 822N որոշմամբ հաստատված կարգի 3-րդ մասի առաջին կետով 5-րդ, 8-րդ մասերի պահանջներով և գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապարքների մասին 20.04.2012 թվականի ՀՀ օրենքով ձեր հաստատմանն են ներկայացնում ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան դիմաց բնակիչների անվամբ գրանցված անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև հողի վարձավճարների հարկերի գծով տրամադրել արտոնություններ համաձայն հավելված 1-ի։ Սույն որոշումն ուժի մեջ կհամարվի ընդունմանը հաջորդող օրվանից։ Նշեմ, որ հարցը քննարկվել է ֆինանսատնտեսագիտական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և տրվել դրական եզրակացություն։ Համաձայն հավելված 1-ի անշարժ գույք ուրեմն Արմեն Մարգանյանի անվամբ գրանցված հողի հարկի գծով կատարել զերծ առաջացած տուժի 20.375 ՀՀ դրամի չափով վճարվել է ապարքը 24.03.25 թվականին 43.633 ՀՀ դրամ։ Սամվել Մարգանյանի, Նինա Մարգանյանի և Շուշանիկ Բադալյանի անուններով գրանցված անշարժ գույքի հարկի գծով կատարել առաջացած տուժի 48.960 ՀՀ դրամի չափով վճարվել է ապարքը 24.03.25 թվականին 311.580 ՀՀ դրամ։ Ալյոշա Գյոզանյան Գյուղչինչին անվամբ գրանցված հողի հարկի գծով կատարել զերծ առաջացած տուժի 48.933 ՀՀ դրամի չափով։ Արեփատ Գաբրելյան Գյուղչինչին անվամբ գրանցված հողի հարկի գծով կատարել զերծ առաջացած տուժի 42.134 ՀՀ դրամի չափով։ Ռուբեն Կլեկչյանի Գյուղչինչին անվամբ գրանցված հողի հարկի գծով կատարել զերծ առաջացած տուժի 2614 ՀՀ դրամի չափով։ Հրայի Գրիգորյան Գյուղ Տավուշ Գրիգորյանի անվամբ գրանցված հողի հարկի գծով կատարել զերծ առաջացած տուժի 23867 ՀՀ դրամի չափով։ Սահակ Գրիգորյան Գյուղ Տավուշ Գրիգորյանի անվամբ գրանցված հողի հարկի գծով կատարել զերծ առաջացած տուժի 16585 ՀՀ դրամի չափով։ Վարդան Սոդիղարյան Գյուղ Նորաշեն Սոդիղարյանի անվամբ գրանցված հողի հարկի գծով կատարել զերծ առաջացած տուժի 15259 ՀՀ դրամի չափով։ Շարժական գույքի մասով
Շուշանիկ Բադալյան, քաղաքապետ, անվամբ գրանցված գազ 31 10-0 մագնիշի 34 DF 023 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած բուժի 41617 ՀՀ դրամի չափով ապարքը վճարվել է 24.03.2025 թվականին 129250 ՀՀ դրամ։ Սամվել Մարդանյան, քաղաքապետ, Մարդանյանի անվամբ գրանցված գազ 21 որգա մագնիշի 04 O 808 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած բուժի 6601 ՀՀ դրամի չափով ապարքը վճարվել է 24.03.2025 թվականին 13125 ՀՀ դրամ։ Երկու վճարում ունի իդեպ, մյուս վճարումը 26.03.2025 թվականին 24375 ՀՀ դրամ։ Սամվել Մարդանյան, քաղաքապետ, Մարդանյանի անվամբ գրանցված վազ 968 մագնիշի 59 OO 900 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած բուժի 3512 ՀՀ դրամի չափով ապարքը վճարվել է 24.03.2025 թվականին 20000 դրամ։ Արմեն Մարդանյան, քաղաքապետ, անվամբ գրանցված գազ 31105 501 մագնիշի 59 AM 009 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած բուժի 1519 ՀՀ դրամի չափով ապարքը վճարվել է 24.03.2025 թվականին 41000 ՀՀ դրամ։ Գնել Մուսինյան, գյուղ Վերին Կարմիրասպուր, Մուսինյանի անվամբ գրանցված BMW 535 G մագնիշի 35 AR 420 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած բուժի 50759 ՀՀ դրամի չափով ապարքը վճարվել է 11.02.2025 թվականին 259000 ՀՀ դրամ։ Վանիկ Խաչատրյան եւ Նորաշեն, Խաչատրյանի անվամբ գրանցված վազ 21 մագնիշի 33 TS 365 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած բուժի 24868 ՀՀ դրամի չափով ապարքը վճարվել է 27.12.2024 թվականին 80879 ՀՀ դրամ։ Արմեն Մարդանյան, քաղաքապետ, Մարդանյանի 11002 գիծ 038 գիծ 042 գիծ 001 ծածկագրով շինության գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած բուժի 100693 ՀՀ դրամի չափով ապարքը վճարվել է 24.03.25 թվականին 228040 ՀՀ դրամ։ 11002 գիծ 038 գիծ 042 գիծ 001 ծածկագրով շինության գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած բուժի 13428 ՀՀ դրամի չափով ապարքը վճարվել է 24.03.2025 թվականին 27568 ՀՀ դրամ։ Սամվել Մարդանյան, քաղաքապետ, Մարդանյանի անվամբ գրանցված 11 գիծ 002 գիծ 038 գիծ 034 գիծ 001 ծածկագրով շինության գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած բուժի 7741 ՀՀ դրամի չափով ապարքը վճարվել է 03.02.22 թվականին 15422 ՀՀ դրամ։ Նինա Մարդանյան, քաղաքապետ, 11.002 գիծ 096 0022 գիծ 002 ծածկագրով շինության գույքահարկի գծով կատարել զերծ առաջացած բուժի 1426 ՀՀ դրամի չափով ապարքը վճարվել է 26.03.2025 թվականին 2450 ՀՀ դրամ։ Հողի եւ գույքահարկի վարձավճարներ։ Սվետլանա Մեսրոպյան, քաղաքապետ, Մեսրոպյանի անվամբ գրանցված վարձակալության պայմանագրով տրամադրված նկուղի եւ բնակավայրի ներսի հողի պայմանագիր համար 833 եւ 832 վարձավճարների գծով կատարել զերծ առաջացած բուժերի 1703 ՀՀ դրամի չափով ապարքը վճարվել է 0304/2025 թվականին 17450 ՀՀ դրամի չափով։ Քվեարկեցին ովքեր են գող դեմ ձեռնպահ շարունակեցինք Կարելի է ավարտանի
6-րդ հարցը Տավուշի մարզի պետհամակի նորաշեն բնակավայրում 200 աշակերտի համար նախատեսված կրթահամալիրի կառուցման մասին։ Ուրեմն նորաշեն բնակավայրում բոլորս տեղակայք որ պետք է կառուցվի նոր կրթահամալիր եւ նախագծող կազմակերպությունը դիմել էր համայնքի ղեկավարին շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձարկության մասին օրենքով սահմանված կարգով հանրային լսումներ անցկացնելու համար, քանի որ շինությունը, որը որ պետք է կառուցվի, պետք է անպայմանացնի շմատ փորձաքննություն։ Դրանից հետո համապատասխան կարգով մենք ծանոթություններ իրականացրել ենք, հանրային լսումը կազմակերպել ենք մարտի 18-ին եւ Մարտի 18-ից հետո միանցյալ ժամկետում պետք է ունենային հավաքանու նախնական դրական կամ բացակայ եզրակացություն, որպեսզի ամբողջական փաթեթը կարողանան ներկայացնել արդեն լիազոր մարմին շմակ իրականացնելու համար եւ կխնդրեմ կոնկրետ այս հարցի հրատապությունը հաշվի առնելով վերջում փաստաթղթերը ստորագրել, անկախացում քիչ ինչ կլինի, ստորագրել, որպեսզի հանձնենք միամից ժամկետը չխառնվի, այսօր 17-ն վաղը փաստաթղթերը հասցնենք ուղարկենք։ Ուրեմն հանրային լսումը անցել է կազմակերպված ձևով, որևիցե հարցադրումներ անպատասխան չեն մնացել, միակ համայնքին հետաքրքրող մասը ավելի շուտ ոչ թե միակ, այլ քննարկման ենթակա մասը ակտիվորեն հանդիսացավ այն հանգամանքը, որ նախատեսվա մանկապարտեզ իր մեջ ներառել շինությունը, որը պետք է ունենա ընդամենը 40 տեղ։ Այդ հարցի վերաբերյալ բավականին խոսեցինք, դեռ վստահեցրեցին, որ նախագիծը թույլ է տալի հետագայում մոտ կրկնապատկել երեխեքի քանակը, այս պահին այնտեղ 43 սան կա մանկապարտեզ հաճախող, բայց ես կառաջարկեմ նաև հավելյալ գրավոր տեղեկացնենք կազմակերպի կառուցապատողին, պատվիրատուին, որ այս պարագայում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, ծանոթենք, որպես եթե հնարավոր է մանկապարտեզի մասը մի քիչ ավելի, երեխեքի թիվը ավելի կարողանանք տեղավորել։ Խնդիրը, եթե հարցեր կան, դպրոց մանկապարտեզ մի շենք։ Հա, կառուցվելու է հին շենքի տեղում, հին շենք արդեն համատեղելի է, լավ։ Շատ լավ պրոյեկտ է, մեծ բավականին ինքը ամեն ինչով էլ է, ժամանակակից կրթական համալիր է։ Ահա շինարարությունը սկսել է մենք որտեղ։ Շինարարությունը դեռ չի սկսել, դեռ ուղղակի փոխային Դեմիչևային աշխատանքի համար։ Քանդման աշխատանքներ, միջայլոց ընդեղ ամբողջ դասա պրոցեսը կազմակերպում է համայնքային շինությունները, ընդեղ 5 գյուղապետարանի շենք, մշակույթի շենք տրամադրել են օպերատիվ սարք կոմունիկացիաներ միացրել եւ այլն, պատրաստական միջամտություն աջակցություն իրականացնել։ Իսկ շինարարական դեռևս բավարարաշրջին թույլտվություն չի տվել։ Սկինոհայից չկա։ Բակալման թույլտվություն չկա։ Բայց չեն քանդում։ Այդ բոլոր երեխաները միասին են 200։ Վկայական է խնդիրը։ 40+200։ Չէ։ Սաների թիվը, դպրոցի սաների թիվը 200։ Plus 40-ը։ Մարած մանկապարտեզ առանձին ինքը մեջն ալնելու շինությունը, այնտեղ կոմունիկացիաները, բանը դրի մի տեղից է կառավարվելու, բայց առանձնացված մուտքով, լրիվ առանձնացված մանկապարտեզ 40։ Պետության ծրագրերի շրջանակներում դու եթե առարկություններ կամ ինչ-որ չունենք 40 երեխայի դեր մի բան ասեմ։ Եթե կառուցվում է տիպային շենք, հասկանում եմ, 40 երեխային իրականում քիչ է։ Կարող է ասպաս կա երեխաների թիվ ավելանալ։ Իրականում պետք է Իրանք հաշվարկներ են անում վերջին մի քանի տարիների ընթացքում ինչքան երեխա է մտել պարտեզ, ինչքան միջինացված թվով երևի է։ մեկ այդպես է Դու ուրախ ասան մի 49-ը մոտ։ Ոչ թե աճի գնացում այլ ցավալի է, իվետ եմ ուզում ասել, լավ է։ Լավ կլներ հենց ի սկզբանե նախագծով գոնե 3 խմբի համար ալներ, դեսպասոն 2 խմբի համար, բայց պայմանները թույլ են տալու հետագայում որպես մենք հարմարացնենք։ Մնացած գյուղերի համար շատ լավ է մնացել։
մնացած գյուղերում մի խումբ տեղել։ Քվեարկեցինք ովքեր են կողմ։ Դեմ ձեռնպահ Քորյան Քաղաքաշինության հանձնաժողովը ունի 14 հատ, հանձնաժողովը նիստը չի կայացել, ես դրսում հանձնաժողովը մնացել, ընտեղում կքննարկենք այստեղ։ Ներկայացրեք։ Ուրեմն 7-րդ հարցն է 11-061-233-002 ծածկագրով մի հեկտար 6484 մակերեսով գյուղնշանակության հողամասը գործառնական նշանակությունը փոխելու վերաբերյալ հաստատել համայնքի սեփականություն հանդիսացողների կարմիր աղբյուրի վարչական սահմաններում գտնվող ներկայացված ծածկագրով ներկայացված մակերեսով արոտավայրի գործառնական նշանակությունը փոխել որպես գյուղատնտեսական նպատակային խոթարգործառնական նշանակությամբ հողերի դրական կարծիքի առկայության դեպքում Մովսեսի բնակի չադիները վերին կարմիր Նորաշենի գազազապարակյան անցնում եք ճանապարհի ձախ կողմում թեք տեղասը հենց խոթարք հող ուզմա խոթարքի ներկայացել են Գեմիժգերատեսչական հանձնաժողովին նպատակը փոխեն արոտից խոթարք սարքեն գործընթացի ընթացքում այսա դրականը գալու է որպեսզի մայիսին չսպասենք Ապես դրել են դրական կարծիքի դեպքում եւ ձեր դրական կարծիքի դեպքում կարող են հողամասի նպատակային գործառնականը նպատակին գյուղատնտեսական փոխան որպեսզի կարողանա մոտալ Այս նախորդ նիստերի մնացած հարցերն է նախորդ նիստից հանդեպ նա բնախագիծ մնացել հա Բնակ մի հարց է մնացել նախորդից Արոտավայրի խոթարը Արոտավայրը չեմ կարող օտարել Քարը, հա 60 քարը նպատակը ինչ է Ես թվում է նպատակը վերջին արդյունաբերություն արտադրական օբյեկտներն է Զաբրակն անցնում ենք ձախ իրավորը խարոտ Չէ, այս պահին մենք չենք կարող ենթադրություն անենք, որովհետև մարդը հաստով դիմել ամես որպես գյուղատնտեսական մի օտարում կարող մի վերին կարմիրից առնի Ես պրոստ մի քաղաքացու դիմում Ոնց ես գտնում երկրի Ոնց ես ճիշտ գտնում Դե բրախած տեղ այո ծախը հարկյալ Մենք քվեարկեցինք Պետք է փոխել այս հաջորդ 21 թվից հետո արոտավայրը չի օտարել Բանա, կառավարության հատուկ որոշում է, ասում է թատուավոր ուզում եք օտարեք, փոխեք այն Փոխեք խոթարքի, որ նրանից հետո էր Կարաս խոթարքի կարաս մի անգամից հասարակական կարաս արտադրել Չէ դե ինքը չի դիմել, ես ասում զորով դիմի ես Մեկ ու վեց Ըստ քայլերի Այն թեք ու տեղն է, թքերի տակը Նոնք որոնք ճանդլետ գլխավոր առնչություն չունի, արանքում են զորում Բեննա նոր ես հող Ուրեմն քվեարկեցինք ովքեր են կողմ Երկրորդ հարցը ես 8-րդ հարցը ես նույն հողամասը ձեր թույլատվությամբ եթե փոխվի եւ օտարման ներկայացնելու համար տալ համաձայնության Տավուշի մարզբերդ համայն գյուղ վերին կարմիր աղբյուրի համայնքային սեփականության հանդիսացող գյուղնշանակության խոթարքը այսքան մակերեսով հաջորդ օտարելու համար մեկնարկային գինը սահմանել 1 միլիոն դրամ Իրան կադաստրային արժեքը 600,000 դրամ Այսինքն մետրը Մետրը կոպեկնի է ես համարյա կրկնակի բան Էլ դիմություն, տարբերությունը մուցիլ Եթե փոխում Քվեարկեցինք Եթե պարզը ովքեր են կողմ Դեմ ձեռնպահ Դետել կիմանակ ինչ Շարունակեցինք երկրի Քորյան Լավ նպատակ 10-րդը թե 9-րդը Կամո Ռաֆիկի 9-րդ հարցը Կամո Ռաֆիկի Մարդանյանի սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով հողամասը տարելու մասին Տալ համաձայնություն Տավուշի մարզբերդ համայնք Նավոր գյուղի 5-րդ փողոց 2-րդ փակուղի 4-1 հասցում գտնվող
Կամ Ռաֆիկի Մարդայանի սեփականություն հանդիսացող 922 քառակուսի մակերեսով բնակելի հողամասին ընդլայնման նպատակով 180 քառակուսի մակերեսով 11,046,046,15 ծածկագրով բնակավայրեր բնակվել կառուցապատման հողամաս 100,000 դրամ կադաստրային արժեք ուղղակի վաճառքի ձևով օգտարել կամ Ռաֆիկի Մարդանյանին։ Քաղաքացի նախագծման աշխատանքները անում իրան սեփական 922 քառակուսում բավականին մեծ տուն է սարքում, ընդեղ տոկոս կա էլի կառուցապատման։ Իրան 922-ը չի հերիքում, խնդրել է կողքի մի հատ հատված կա, այդ տրամադրան ինքս հատվածում կառուցապատում չի անելու, բայց նախագիծ օրինական համապատասխանել է իր մակերեսներով, այսինքն սենց ասեմ, որ հասկանալի լինի։ Բնակելի կառուցապատում ու կառուցապատվող հողամաս 40%-ից ավել չի կարելի։ Դրա համար էս հողն ուզում է կպցին իրան կպած հող է։ Նիգոյանն էլ է տեղյակ, տեղադիրքից բանից, նույնիսկ եթե դասական աճուրդ տնեմ, ոչ մեկին պիտանի հող չմեկը ինքն առնի։ Իրա կադաստրային արժեքը ուրեմն սա հենց ասեմ կլինի մի 40,000 դրամ 100,000 տրամադրում ենք, քանի որ շահագրգիռ օգտվում ենք։ Քվեարկեցինք, ովքեր են կողմ, դեմ, ձեռնպա, 10-րդ հարց։ 10-րդ հարցը բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.1573 համակերեսով հողամասն աճուրդով օգտարելու մասին։ Տալ համաձայնություն Տավուշի մարզ Բերդաման գյուղ Նորաշեն 2 փողոց 21 հասցեում գտնվող 11,048,040,053 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողամասը 1573 քառակուսի մակերեսով աճուրդով օգտարելու մեկնական գինը սահմանով 400,000 դրամ։ Ուրեմն համայնքի ղեկավարի միջնորդությունն է եղել, քաղաքացուն հաստատի տիրապետող սեփականությունն է, բայց թուղթ-մուղ չճարեցինք, ինքը համաձայն է, որ օտարվի առնի։ Նորաշեն նավիրել գյուղի արտադրական տարածքների կողքի։ Ինչի նպատակն ինչն է։ Ուզում է դոկումենտ ունենալ իր հողը։ Ես մի հատ հարց էլիս բացառում Համիել Բարո ջարդարա, ես մի հատ հարց այ մոտ առաջանում, ըստ ում միջանկյալ արագ։ Կարա դատարան։ Այս process-ները, ասենք, հողի դիմումների։ Օրինակ ինձ հանդիպած է, էլի, որ մոտ ասում է շուտ դիմել է, ին հողը չի գալի ավականից, չքվեարկեցիք, չքննարկեցիք, ին ամիսներով ձգվում է։ Ես ում հասկանամ, այս գոյացումը ցանկի քոք մասնավորապես խոսքը վերաբերում է քո բար։ Ոնց է գոյանում։ Այսինքն ինչ որ հատուկ վերաբերում կա թե մարդը կարող լավ չի process տեսեք։ Պետք է իր հետ լրացուցիչ աշխատանք տալ, որովհետև ինձ թվում է մնացածի հետ էլ նման առիթեղած կլինի, ես չգիտեմ։ Ասում, ոնց է չնի հաստատ որևէ մեկի դիմաց էլի կոնկրետ վերին կարելի է 1-6 տարի ես ուղիղ 4 ամիս մենակ նկայական ընդհանուր։ Ընդեղ քարտեզի սխալա, էսա, այնա։ Պետք է համայնքի անունից վկայական հանեմ, որ ես կարամ համի հասցեկա 3 օրում հաստատվում է Երևանն հաստատ։ Հասցեկա մի ամիս տերում չի կարող հաստատել։ Այսինքն հենց բաներ ֆունկցիաներ կա, որ ինձանի կախված Ես մասնավոր դեպքով ասեմ, էլի գներես։ Մասնավոր չափ ստանդարտ։ Օրինակ պատրաստու այդ ունեցող ֆակտը, որ գիտեմ, որ այդ դիմումը գրել է մոտավորապես 6 ամիս, 8 ամիս առաջ, կամ մի տարի առաջ։ Այս հարց չի գալի ավականից։ Եթե պետք է մենք լրացուցիչ ինչ-որ բանով օգտակար ենք օրինակ եւ հասարակության հետ Դե եթե կարող ասենք, չի գալի։ Օգտակար ենք, եթե բայց հասկանալ է պետք է այդ մարդկանց պրոստը մենք պատասխանելուց խի չի գալի։ Որովհետեւ տպավորություն ունեց անի որ հատվածական խնդիրը մենակ բանն է։ Համայնքի անունից գրանցում։ Որովհետեւ կարող այդ մարդ խնդիրն է պայմանական գյուղում գյուղապետի հետ։ Պայմանական կարող է այդ պահին պայմանական չկարասեմ, դες դեպք չի եղել, որ գյուղը բնական ամեն դեպքում բոլոր հողերը բնակավայրի ղեկավարի քննարկման անել կա։
Ոչ, դուք բացառում եք, որ կարող օրինակ բնակավայրի մարդը դիմում ուշ հասնի քեզ։ Չէ, մեխանիզմը մշակել։ Դիմումը ստելա գրում չափավորում ես դեր հաստատել։ Այլ միակ Շատ մեխանիզմը արագ կլինի, եթե վկայականը լինի այդ տարածքի։ Չկա դե վկայական։ Եթե համայնքի բնակիչը կարա ինչ-որ բանով չէ, դե ռեզերվային հող է, չէ, ռեզերվային հող է մարդ ասի 10 տարի վարձակալել, հետո դե պետք հատու այգիա։ Ռեզերվի համար է մարդը դիմում, որ ռեզերվային հողը սեփականացնի։ Բայց այդ process-ը ձգվում է, մենք հիմա ասա կոնկրետ ինչ պատասխան ենք, ինչի համար է ձգվում։ Համայնքի անունից դժվար եմ գրանցում անում, շատ դժվար։ Քարտեզնից ուր ապրես, այս հերթը ոնց գոյանա, որպես այդ մարդը։ Այս ինչ որ ներկայացնում եմ, կեսը հունիսի է։ Մայիսի է։ Անցած։ Հա։ Իմ կողքը, որը վկայական բնում է, ընթացք եմ տա չրչանում եմ, համի որ ես իմ բաժն 3 մի տարի դիմում չվերում, 3 տարվա գործ առաջին ունենք։ Այսինքն եթե ունենք գյուղացին եկել է դիմում ջրել ռեզերվային հողի համար։ Գյուղացին եկել է դիմում ջրել ռեզերվային հողի համար։ Չափագրումը բերել է։ Չափագրումը ոչ, թաքուն տանում են չափը։ Չէ, ընդունելի որն է։ Ընդունելին նա որ ամեն չափագրում գնում է գյուղապետարանում հաստատվում է, հետո գալիս են հաստատման։ Հետո համեմատվում է քարտեզը, եթե կունը, այգեց որ հենց հիմա ունեմ ճամփա է չափած։ Տվել եմ մի ամիսա չափագրողի մոտ։ Հենց մի ամիսա մոտ։ Աննազգան չեմ հիշում։ Հա։ Ես մեխանիզմը ուզում ասում, այսինքն մարդը գնա Տերթում ունեմ գրանցված գործ, վկայական համած, մտել է կադաստրը, խոթարքի ծառոտել է ասում սխալ է։ Նույն կադաստրը ինքը իր գրանցում ու ասում վկայականը սխալ է։ Մերժում է։ Նստել ենք ծանոթնիկ թե Google-ով կոորդինատներ դրել, տեսել, չեն էլ ասում որ հակված։ Ամեն սա գործը է։ Մարդը տանում է չափագրել, գալիս է քո հետ միասին։ Ախր սա բոլորը ինձ թվում է բոլորին էլ էս հարցը դիժ։ Ուրեմն եթե հարցը սենց է, եթե վկայականը եկավ համայնք մտնում ավական, հերթական։ Եթե վկայական համայնք ստացավ մտնում ավական։ Մենք հնարավորություն ունենք։ Մի բան փաստել, որ կամայական մոտեցում չկա, կան բոլորի հետ անհատապես Եթե հնարավոր անհատապես ասացեք ուշացման պատճառը, եթե դիմեք, որպեսզի խնդիրներ չլինի։ Չէ, ես ասեմ, կարամ հերթ չանեմ, լյուբոյ մերժում կադաստրի, տամ քաղաքացուն ասեմ կառավարությունը մերժելա չինում գնաց։ Բայց այստեղ միջոց ստեղծեց։ Միջոցն էլ է տա։ Առաջի տեղակալնելա աշխատանքից կուրսի, միշտ էլ այդ խնդիրնին ինքն էլ առաջվում։ Համայնքի ղեկավարի նվիրում Ինչքան միջնորդել եմ, որ արագացվի որևէ մի պրոցես չի եղել։ Իսկ Գրիգորյանը համեմատած մնացած ասենք համայնքների հետ մեր քաղաքաշինության հարցերը երևի ամենաարագն է, բարձակալություն օտարում թվով քանակապես ավելի լավ ու ավելի արագ է դա։ Իսկապես կարող առաջ ասենք եթե այս հարցով երկարաչնակ ինձ են դիմում։ Հազարամյակության մեջ այս թեման։ Դե գիտեք ենք ձեզ դիմում, որովհետև Այգեձորում ավելի շատ դիմում է, բայց նույն պրովոկարա։ Նույնը վերին կարմիրա նույնը։ Չէ, պրովոկատորս պրովոկարից են ասել։ Հա, այն գիտեմ, իմ հինգերը կարող ասած։ Լավ քվեարկենք, ովքեր են կողմ։ Դեմ ձեռնպահ չունենք անցանք 10-րդ հարցի։ 11-րդ հարցը։ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 344 մակերեսով հողամաս հաճույք օտարելու համար տալ համաձայնություն Տավուշի Մարզբերդ համայնքի ներքին Կարմիր աղբյուր 10 փողոց 2 նրբանցք առաջ փակող առաջ հողամաս հասցեում գտնվող 4776/3 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 344 մակերեսով հողամաս հաճույք օտարելու համար մեկնարկային գինը սահմանել 200,000 դրամ դիմել ներքին Կարմիր գյուղի բնակիչ իրան տարածքին գծված հողամասը իր գյուղտեխնիկան հենց հիմա այս հողամասի վրա է նույնիսկ որ ենք թույլ տալիս ուղղակի օտարում անենք բայց հավասարության սկզբունք պահելու համար դասական աճուրդ ենք ներկայացրել Այսինքն հարևանները այդ խնդիրը ունի, բայց չունի, բայց դե թող հարամազել չխնդիր ունենա։
Քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք Հաջորդը 12-րդ հարցը ներքին կարմիր աղբյուրը 1250 քառակուսի մետր հողամասն օտարելու մասին։ Տալ համաձայնություն Տավուշի Մարզբերդ համայնքի ներքին կարմիր աղբյուր 11 փողոց առաջին արկանց 12/3 հասցեում գտնվող 82-013 ծածկագրով համայնքային սեփականության հանդիսացող բնակավայրեր բնակել նպատակային նշանակության գործառնական նշանակության 1250 քառակուսի մակերեսով հողամաս աճուրդով օտարելու համար մեկնարկային գինը սահմանել 300,000 դրամ։ Ելնի քաղաքացի դիմել իրան փաստացի իր տնօրինման տակ հողամասում։ Քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք Բնակավայրերը բանակելի կառուցապատման 97 քառակուսի մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին տալ համաձայնություն Տավուշի Մարզբերդ համայնքի Այգեձորին նպողը 4 փակուղի 1 հասցեում գտնվող 4230 հողամաս ծածկագրով հողամասը բնակելի նշանակության բնակելի գործառնական նշանակության աճուրդով օտարելու համար մեկնարկային գինը սահմանել 110,000 դրամ։ Ուրեմն հարակից տարածքում քաղաքացին ունի արտադրական տարածք, ես իր հետևի հողամասն է, ուզում օգտագործի, բան է կարող։ Ես վերդի եմ։ Կարող է դիմել չացան, իրավունք չունեմ ասում, բայց կարող ասում։ որ դուղնա չինարի Եթե հարցեր չկա քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպահ հաջորդը 11-014-327-0 1374 մակերեսով գյուղնշանակության օրոտավայր մրցույթային կարգով արձակալության տալու մասին։ Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով արձակալության տրամադրել Տավուշի Մարզբերդ համայնք Արծվաբերդ գյուղի վարչական տրամասահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1374 քառակուսի մակերեսով հողամասը արոտավայր մակերեսով նպատակային նշանակության անորտավայր սահմանել 6000 դրամ վարձակալության պայմանագիրը կնքել 5 տարի հետո պայմանով 5 տարի հետո վարձավճարի փոփոխության հնարավորությամբ համաձայնության չգալու դեպքում պայմանագիրը լուծարել։ Մեղվի ստեղծում, հա? 20 սարեր, շուտ վադիմում է։ քվեարկեցինք Ռամշան, բաղին տար հետո բաղին լուծարել։ Լուծարում չեմ, 25 տարի տալիս եմ, 5 տարի հետո վարձավճարի վերանայում անեմ, որ ասենք կարող է գնանք միառոտավա իրա կարող է գնանք պտղան վայգիլի։ Այս պայմանը նոր ենք Այս առանախատեր չենք։ պայմանագրերի մեջ կապված որոտների տեղարկեք հանրապետության տարածքը վարձակալությամբ օտարվող հողամասերի ցածր առաջին հայացքից ցածր դեմի հետ կապված ճիշտ է մեր համայնքը մեր խնդիրը չունենք չենք ունեցել որ համայնքի ոնց որ համայնքից էժան վարձակալեն ու իրանք չգիտեմ թանկով վերավարձակալություն տան կամ եւ այլն բայց վերևի որոշ տեղեր են լավ հիմա որպեսզի այս խնդիրը մենք իսպար չունենանք հնարավորություն ունենանք 5 տարի հետո գումարը վերանայելու եթե չգիտեմ արժեքը կարող Ես կակաս տրամշան ասում դες ոնց է մենք ես չի որ դες ինչ չափելի հողի մշակություն ունենք էլ հիմա պայմանագիր այդ մարդը վերցնա բերբանոց սարքեց լավ այգի մենք այդ մարդուն ասում ենք քուսակացը թազակից բացով տալիս են դեպի Դա դիավականին վերանայել չի որ համայնք Այ գուտեր չի կարող է թող վերանայի ասի թող բայց դա ավելի լավ չէ դե այտենց ինձ թվում է չի լինի որ եթե ինքը չի լինի գյուղատնտեսությամբ ինքը տեղը զարգացնի ինչ չի այտենց Միշտ ինքը կարող աստեղ չստացվի զարգացնի ժողովուրդ, բայց հետո օրինակ ես ու առաջ այդա չունեմ կարա այդտեղ չէ առհասարակ բոլորին է վերաբերվելու էլի կարա այդտեղ հողի արժեքը թանկանա
Չգիտեմ, տնտեսական հրաշքից հետո օրինակ տրամաբանություն չի լինի, որ 6000 դրամ ինքը քեզ հակ տա, բայց 5 միլիոններ անցնա։ Բայց ինձ են որ իր ներդրման արդյունքում եթե ինքը թանկած ոչ թե ընդհանուր թանկանա, ինչ որ ձեր պայմանագրում ունենան, որ այդ մարդը հրախուս են, որ ինքը ուզի ավելի լավն է, էլի ոչ թե վախենա, որ ավելի լավ կգնա հարկի տեսքով բզնես։ Հապանյան ջան, հիմի արոտավայրերը չենք կարող մոտարենք։ Արոտավայրը տնը գործառնական փոխը մի տարի է։ Մի արոտավայր եմ տվել գնալ եմ տնամայրի։ Մի տարի հետո ենք վերանայվում, ասա երևի նորից թողեն արոտավայրը համայնք առանց որևէ խնդրի փոխի, փաստացի ոնց կա։ Հիմի գնանք տնանք, եթե արոտավայրը այգի է դառել, պետք է բարձրացնենք, որպեսզի հողային տեսչությունը մեզ չկպչի։ Դե մի բան ասեմ, արոտավայրը կառավարությունը չի թողում մոտարել։ Իմաստը որն է, որ արդեն թողում է, բայց նշանակությունը փոխել է։ Տեսեք ոնց է, համի տեսեք, հողամասն ունի երկու գործառույթ, մեկը նպատակային նշանակություն է, մեկը գործառնական։ Բերդ քաղաք լյուբոյ բնակավայրի ներսի ճանապարհը չի թողում մոտարես, բնակավայրի բնակել կառուցապատումը թողում մոտարես։ Նույնն է գյուղատնտեսականն է։ Գյուղատնտեսական ունի խոթարկ, վարելահող, ծառ, արոտավայր։ Մի արոտավայրը չի թողում մոտարես, բայց խոթարկը թողում է։ Բայց ինքը փոփոխության համաձայնություն տալիս է, մենք ճանապարհը կարա չենք նպատակային փաթեթ ուղարկենք փոխենք։ Եկա ժամանակատար ծախսատարենա վերին կարմիրի գործ անցած տարվա մարտից եմ սկսել։ Չբավարարվեց։ Իմաստը ինչու՞մն է, որ արոտավայրը չի թողում, թողում է նշանակություն։ Նա մարդիկ մտածել են 21 թվին, որ հենց ավելի նպատակահարմար է, տենց են անում։ Բայց ասեմ, իդրախտով գնում ավերելուծություն է գնում, որ վերանայեն այդ որոշում։ Իրանց տնգցնում են էլի։ Տեսչական մարմինն է այս հարցը տրել, ոչ քաղաքաշինության կոմիտեն, ոչ տարածքային նախարարություն։ Տեսչական մարմնի առաջարկով վարչապետի աշխատակազմում որոշել են, որ պետք է արոտներ չոտարվեն։ Շնորհակալություն մանրամաս ներկայացնելու համար, եթե հարցեր չկան, կուզերեք։ Կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք 15-րդ հարցը։ Ուրեմն բնակավայրեր հասարակական կառուցապատման հողամասերի 53 քառակուսի մակերեսով 106-59 ծածկագրով հողամաս հաջորդային կարգով օտարելու մասին տալ համաձայնություն Տավուշի մարզբերդ համայնք Բերդ քաղաք Տավուշից Թիվեր 5 հասցեն գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի հասարակական կառուցապատման նշանակության 53 քառակուսի մակերեսով հողամասն հաջորդով օտարելու մասին մեկնարկային գինը սահմանել 260,000 դրամ։ Հողամասը գտնվում Արալեի գործարանի դիմացը, այնտեղ աղբյուրից մի 5 մետր ներքև փոքր հողամասը 7-6-ի վրա 53 քառակուսի է։ Ուրեմն այստեղ ես հարցում երրորդ առաջարկում եմ երրորդ կետ ավելացնենք, ուրեմն այս հողամաս 21 թվին էլ են դիմաց եղել, գրանցենք են վաղ 10,000 դրամ դրած ենք եղել, մասնակից չի եղել, իրա կադաստրային արժեք 2,000 դրամ։ Հիմա 5,000-ով դրել ենք են հին ուժ կորցրած ճանաչենք, համար 67 որոշում։ Այսօր որ մի հատ նայել ենք արխիվից բերեց, որ այդ հարցը 21 թվին դրած է, 21 թվի 67-ա որոշում է։ Հետո ուսումնասիրեցինք տահանք, որ տեղ էլեկտրոցանցը սյուն է դրել, համի հանել այս քաղաքացին այդ շենքի բնակիչներից է դիմել է, առաջարկել է, գնացել է խնդրել այդ սյունն են տեղափոխել, մի չենք կարա չընդհարվել, չենք տնում ենք օտարման դասակ։ Քվեարկեցինք ովքեր են կողմ դեմ ձեռնպահ չունենք, շարունակեցինք 11-046-213 ծածկագրով 06062-74 մակերեսով յուղնշանակության խոթարկ մրցութային կարգով արձակալելը մերամերյալը տալ համաձայնություն 25 տարի ժամկետով արձակալությամբ տրամադրել Տավուշի մարզ Բերդ համայնք Նավ ու գյուղի սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 213-7 ծածկագրով
6274 մետր մակերեսով խոթարքը, վարձավճարը սահմանը 10,000 դրամ։ Էլի նույն պայմանը ավելացրած է, որ 5 տարի հետո գումարի չափը վերանայվի, եթե համաձայնություն չկա, լուծարենք միակողմանի։ Խաչբոլ աղա, ինչ որ անասնատեր է դիմել, ինքը մի փաստացի 3 տարով ունի պայմանագիր, էլի, ուզում է երկարաժամկետ պայմանագիր, ընդ որում մեկը վայրա պայմանագիրը մեկը մի դրամով է, մետրը, որտեղ որ տավայրերը մի դրամով են տալիս։ Սա ճանապարհի վրա է, Չէ։ Ճանապարհի ու իր նորանքում հող կա։ Ճանապարհի վրա հողերը լույս պետական։ Լավ, հիմա օրինակ, եթե ունենանք որևէ մեկը բաղ արտարավեր, եթե ունենանք մարդ ով խոշոր ներդրում է ուզում անել, մոտենա համայնքին ասի այդ հատվածում ուզում խոշոր ներդրում անել, մոտավոր էլի։ Ունենք դրանց հարց տրել ենք տարածքային նախարարը մերժել է։ Հիշում եք մի հարց գրենք, որ Նիգոյանն ասեց իմ խոթարքն ալես զիջել եմ, խոսել եմ լուրջ ներդրումները, ավականին համաձայնություն է տվել, ներկայացրել ենք, մենք համաձայնություն ենք տալիս օտարման ու սահմանված կարգով ներկայացնում տարածքային նախարարին, որտեղ Հայաստան Հանրապետության հող։ Որովհետև ինքը ինձ հետաքրքրություն առաջացնող գիծ է։ Շատ է, հետաքրքրություն առաջացնող է, որը որ ճանապարհի վրա է արդեն ինքը առաջ պետականի ժամանակ, եթե համայնքային նայելը սեփական է։ Այսինքն մենք այնտեղ օտարել չենք ոչ մի հատ։ Այս որ օտարում ենք փաստացի իրանց հողերն է, խոթարքին է, այնտեղ ճանապարհի վրա կամ սեփական է, կամ պետական, համայնքային չկա։ Ունենք, դրել ենք 1.8 հեկտար, 2 հեկտար, Նիգոյանն էլ ասեց, ձեզ էլ ներկայացրուց, որ ինքը տեսել է ներդրումային ծրագիրը, ներկայացվել է մեզանց հետո պիտի տարածքային նախարարը լիազոր էր համաձայնություն տա, որ համայնքը կազմակերպի աճուրդը, ընդ որում գումարն էլ չսկի մեր բյուջեում։ Պետբյուջե է։ Չէ, կոնկրետ հիմա նայեք, եթե ճիշտ հասկացա հարցը, հիմա այս տարածքը վարձով տվեց համայնքի ինչ-որ մեկի ու ինչ-որ մեկ եկա, որտեղ մեզ ներդրում Դե վարձակալություն է, գյուղողը չի կարա։ Ոչ թե այս պահին մենակ։ Չէ, ներդրումային ծրագրերը չես կճալի, բայց եթե ենթադրենք այստեղ այնքան լավն է, որ ստեղի համար ներդրում այդ պարագայում ինձ թվում է, եթե մեր մյուս կողմը վարձակալը չհամաձայնվի, գոնե իմանանք, որ 5 տարի հետո այնպես պայման կա համայնք առաջարկի այդ վարձակալին, որ կթողի։ Այսինքն այս 5 տարի պայմանը լավ է, էլի։ Այսինքն բացի այդ գյուղող ենք օտարում կամ բան անում, գյուղողը վրա ոչ կարաս ներդրումային ծրագիր անես, այսինքն կարաս ջերմուց տնես, բայց ոչ թե ճամփին հետ։ Բայց այդ գաղափարը շատ լավն է, որ օրինակ տենց, չգիտեմ, հյուրանոցային ցանց հայտնի։ Ես ինձ տենց ու կա այնպես կետ, որ բոլորս էլ գիտենք, որ այդ կետը այ լավ կլինի մի հատ լավ հյուրանոցային համալի կամ չգիտեմ, լուրջ տուրիստական կետ կարանի, այդտեղը պետք է շատ հեշտ հանգիստ չոտարի համայնքը, որոշակի պահվի ինչ-որ առումով, էլի։ Բայց այնպես էլ չի, որ կարանք ամբողջը պահենք, թե մի օր ամբողջը ճիշտ բան։ Շարունակեցինք քվեարկել, ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ, շարունակեցինք։ 17 տալ համաձայնություն Տավուշի մարզ գյուղատնտեսական նպատակային նշանակությունը 202.3 7000 մետր մակերեսով եւ 201.4 3606 մակերեսով հողամասեր աճուրդով օտարելու մասին։ Տալ համաձայնություն Բերթաման գյուղ Նավոր 11.046 202.3 ծածկագրով 7241 մակերեսով համայնքային գյուղ նպատակային վարելահող գործառնական նշանակությունը եւ 201.04 ծածկագրով 3000 գյուղատնտեսական նշանակության խոթարք աճուրդով օտարելու մասին սահմանը 7000 մակերեսի համար 360,000 3600 մեկնարկային գինն 60,000 դրամ էլի նավուրա, էլի այդ նույն տարածքում է, էլի առաջի գիտ չի, քաղաքացին հնձմելա, վարմելա, ուզում է իր անելի։
Գրոյն է նորեցիկ բայց երևի կարող է մի չակեր կասել Չակեր չկա Շակերտն որ ճանապարհն արդեն ձեռում անցնում, շակերտը բացվում ասել։ Հողամաս տերն անդիմել պայմանագիր ունի կարտոշկա է ցանում դիք կարան տես Այդ ուսնետ Այս 3600 առանց չենք կարող տարենք իրանց սուխը 6000 պետք է լոտ ավելացնեն դրա համար ենք կարող չէ վարտաճուր կդնեն Քվեարկեցինք կողմ Դեմ ձեռնպահ շարունակեցինք 18-ը Ուրեմն 18-ը բնակավայրերի բնակելի կառուցապատման 2700 մակերեսով համաս աճուրդ տողոտարելու մասին տալ համաձայնություն Տավուշի մարզբերդ համայնքի Արծվաբերդ առաջ փողոց 39 փախուղի 3 հասցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի նպատակային նշանակության կառուցապատման 2000 համաս աճուրդ տողոտարելու մասին մեկնարկային գինը սահմանվեց 125,000 դրամ Արծվաբերդ գյուղում Քաղաքացու բնակելի տանը կպացողը վիրևը շատ ման եկավ փաստաթղթերը չգտավ նույնիսկ իրավաբանը դիմեց ամենահարմար ձևը գտան որ օտարվի իրանք ռիսկերը սա գիտեմ որ կարող ուրիշներ մասնակցի ամեն դեպքում բայց ես տարբերակ ընդունեցի Ճանջեն պահում ես հողը իրանց Դելա քվեարկեցինք կողմ Չեն էլ մասնակցի ստում այդ հետը քան երկար տարին նույն հողամաս երկու մասի է բաժանել նույն հողամասի մի հատվածն է 39 մեկ հասցեում 1100 մետրն 270,000 դրամով էլի դիմմատը նույնն է մեծ թեփու տեղ է հողամասը ուզում է իրանները չգիտեմ խի Իսկ այդ բանը որ պետք է աճուրդը այլ թերթով չլինի զգուշացվել է փոփոխություն պետք է լինի ինքը նույնիսկ դիմումում գրել է որ տեղյակ է բայց ինչ Այլ չկան ասես պահեցիկ վերջ Ացրի էր ուզում Երևանից մեկը եկավ Համիալ իրանցն այլ Չէ, համի ասեմ կաճուրդը կայք են ուզում փոխը Այդ փոխվեց թե մնաց Չէ, ես ուղղակի որպեսզի չկուտակվես տեղադրում եմ Քան տարիքն է Հենց աճուրդի տունը կառավարությունը հենց ասի ընթացք տվեք էլ չսպասեմ մայիսի ավականին դնեմ էլ իմ գործ քաղաքաշինությամբ ժողովրդի գործ առաջ Հա, հիմա մենք զանգանում ենք միջև այդ հարցը Ուրեմն քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպահ չունենք 20-ը 20-ը 11 051 080 ծածկագրով 2270 մակերոսով նշանակության բազմամյա տնկարկներ պտված վայգի մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին Բերդ համայնքի Չինարի գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2270 մակերեսով 18956 ծածկագրով Գյուղնշանակության տնկարկները պտղատու այգին 25 տարի ժամկետով տարաբադիկին գյուղատնտեսական գործունեությունն իրականացնելու նպատակով սահմանել մեկնարկային գինը 7000 դրամ նույն պայմանը տրացան Որ տարածքում է Կարալ չեմ ասում ընկեր Մակարյան գյուղապետն է միջնորդել դիմումը կա սա անցած տարվա մարտի դիմումը պտղատու այգի արդեն այս ծառերը այսքանից 2 մետր Բայց ասված տեղը գիտում չի Տաննա, Սողոյանն Տեղը գիտացել եմ միջև հիշում, մարտի դիմում հայլ Մենք գիտանք վեճ էտ ինչ է, քննարկ ասում չեմ Հաստացը իր դրած այգինա ուզում անունը չգիտեմ, թե դիմում անկյան խտել, մարտը դիմում ատեսել ենք, որ կայական կա չինարի հա արել ենք Ինքը վարձակալությամբ Հա, վարձակալությամբ Ով է նրա թույլ տվել, որ տարածքության ծանկանքի Որ գյուղերի նոնսենս Խչայ գեծով սանքա Գյուղն է դրա համար եմ ասում Ով է թույլ տվել, որ Իրան, երևի իրան, Ես ատույլ ես տալ,
Անհազգաններ չես իմանում այդ ատանան, ես կիմանամ այդ ոնց է։ Տղարանց ճիշտն ասած սոր ասեց, ես ուննացի շուտ վայման կյանք գտնել չէ։ Սավոյան ենք ասել, գաս։ Պատահապ այն իրանք ցած բան։ Դե ինձ քզյակի կլի, բայց սառնալների հետերին նա որ ճանապարհի բանի։ Ճանապարհ էստի խնդիրը չկա, տես բան չկա, որ ճանապարհի մենք բան անենք։ Ստի յուղապետը հաստատում ասել ճանապարհը։ Որ տարածքասի կիմանամ։ Տարածքը կարամ ասեմ, տիրո դիմումը չեմ կարալ ասեմ։ Տարածքը մոտորապես ասա, ես կիմանամ այդ ով։ Շուշարձանից ներքև է, չիների։ Դե վիրը հող կա։ Ժիրը դեկավ։ Կամ են սառնաների կողքին, հա։ Մենք որ ծզի համար սառնաներ են սարք։ Ողջմալին լավ գործանա։ Չէ, լավ, բայց որոշում չտան կրեցին, կարող դեսնենք տալի։ Կարող է վիճելի տարածա, մի բան արել, կերս ենք ձեր բարձրացում ասում ես, լավ է, դա մի ուրիշ հարց պետք է ես տալ։ Դիմումը քննարկվել այնքան հին դիմում է։ Երևի վկայական այդ խնդիրը ալել հին դիմում է, էլի։ Սաղան ստեչ։ Սաղան, բայց ռոմինգը մա։ Ինքն էլ պետք է ասեմ տեղից ուստան, ինքն է դիմել ու ես չեմ անում։ Լվոյ չափագրման հետ էլ քաղաքի հապետ հարցում են չինարի վարձավակ հանում, քարտեզ կտրի պիտանա, որտեղ 20 չինարի հավաքան հարց, նախարարի շուրջ։ Դավիթ Սողոմոն։ Լավ է տանցնենք միջև։ Հիմա ճիշտ է չի դառնում, որ բոլորը քրեատիվ։ Չէ, նա հետաքրքիր է, Вообще տանունը իմանալը ճիշտ է, նա եթերի է դառնում։ Ուղղակի որ հանձնաժողովի նիստը չի կայացել, այս հարցը շրջանցել, հաշվի որ նիստը չի կայացավ։ Հիմա քարտեզի մեջ Ժամանակը խնդրի ճիշտ է, միջևը կքվյարկե։ Տավուշի մարզբերդ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակ հողամասով Ալետա Սերոժա Եվազյանի նոտարելու մասին Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզբերդ համայնքի Բերդ քաղաք Մեսրոպ Մաշտոց փողոց 24-11 հասցում գտնվող 24.3 քառակուսի մակերեսով 21.6 ներքին չափերով օֆտատնակը 40,000 եւ պահպանման ու սպասարկմանը 24 քառակուսին 70,000 դրամ կադաստրային արժեքը ուղղակի վաճառքով ձևով օտարել Ալետա Սերոժայի Այվազյանին հիվանդանոցի վրա թեքվել է ձախ աչու շենքի դիմացի գարաժն է։ Գարաժներ կա, այդ մեկն է քաղաքացու գարաժն է, տոտնակը։ Նինա Եսկենյան Այվազյան։ Իրանց ապտունաննի կամուսով, անունը կրանցում։ Քվյարկեցինք կողմ, դեմ ձեռնպահ չունենք, 22-ը։ Ուրեմն 22-րդ հարցը Հայաստան Հանրապետության իդեմս պետական բույթ կառավարման կոմիտեին նվիրաբերության հողամաս տրամադրելու մասին ներկայացնեմ հարցը Նորաշենի դպրոցը որ կառուցում են տարածքային զարգացման հիմնադրամը կառուցողը տարածքային զարգացման հիմնադրամն է պետգույքի անունից դիմել է համայնքին նվիրաբերության փող տան 6000 մետր, որպեսզի դպրոցի համար արևային պանելների տարածք։ Տարածքը տրամադրել ենք մենք իհարկե շատ արագ 2 հեկտար, ասել եք ձեր մասնագիտական թեքություններով, ձեր 6000-ը իրանք մասնագետներով եկել չափել են, հետո որ եկել է նվիրաբերության պայմանագիր եկել է, միջև վկայականի գալ ես հարց տվել եմ ավականում, սակայն վկայականը Արոտավայրով է եկել, Արոտավայրը չենք կարող օտարենք, քանի որ 68 ծանրաբեռնված է, իրանց գրություն եմ գրել, որ
համայնքը պետք է նպատակային փաթեթ սարքի, հողամասը էներգետիկ սարքի 60-ից դուրս կա, այսինքն տեսեք, ընդեղ արոտը խոտ հարկենք սարքում, այստեղ կոմունալ կապ էներգետիկ հող դենք սարքի, որ կարանք տանք, բայց քանի որ արդեն ավականու ցանկում կարել չհանեցել է, բայց պետք է հանենք, չենք կարա տանք մինչև 60-ից չհանանք։ Հա, այս հարցանց։ Նամազ մի հավ։ Վերջում կխնդրեմ այդ դպրոցաշինության այդ փաթեթը պատրաստելու համար արած ստորագրին ավելի Հա, կարելի է այս ժամանակը օգտագործել։ Քարտը զուշ չկարի։ Մեզ անկեր Մակարյանն քարտոս տանք։ այդ վերջի քվեարկումներ, չէ՞։ Չէ, 23-րդ հարցն է։ Լիստի օրը ֆերմի ունենք հարց։ Եթե դու դտակ տիկին ակոպյան։ Կերմակարյան տակտիսի։ Ուրեմն ապրիլի 23-ի հանրային լսումն է։ Էլի շմակի հետ կապված, դրանից հետո միամից ժամկետը պատրաստակները պետք է կազմեն, եթե հնարավոր է հաջորդ լիստի օրը մինչև միամից էլի սահմանեն, 23-ից հետո մինչև միամից։ Այսինքն մինչև մայիսի 23։ Այսինքն 19-ին լիստը, Ինչ Էնա, ես կհասնեմ։ Մեր մշիները իրան Շել եմ ասում, էլի, այս դիեք, շորքանի ուշարցան դեպիք պետք ասեք, վեր ուշարցանը կիմանան։ Չեմ կարդ ապեր եմ։ Մեծ մասշտաբանն է։ Մեծ մասշտաբանն է։ Մշկույի դեր պետք է քվեարկեք, Կերմակարյան ուզում եմ դեմ քվեարկել։ Գրեք չեմ կվերքում, ամենևին են նպատակ չունեմ, չրոտ տարածին Չապացողը այդ յատվելու ես չեմ փոխում։ Եթե չի, Ունեմ քվեարկության դրեցինք, ովքեր ենք ով, Կերմակարյան։ Դե ձեռնպաց ունենք, հաջորդ հարցը, հաջորդ հարցն է նշեմ նոր ընկերներ։ Ուրեմն Տավուշի մարզի Բերդհամայնքի ավականու 5-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրեր ժամ սահմանել 2025 թվականի մայիսի 19-ի ժամը 16:00։ Ով դեմ նպատ չկա, շնորհակալություն ներկայացման համար։